Իրավապաշտպանները չեն կարողանում պաշտպանության նախարարությունից պարզել 2010 թվականին խաղաղ պայմաններում բանակում զոհված 10 զինվորների անունները։ Բանն այն է, որ պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն 2010 թվականին զինված ուժերում մահվան 54 դեպք է գրանցվել։ Մինչդեռ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արձանագրել է ընդամենը 44 դեպք, այսինքն 10-ով պակաս։ Վիճակագրությունն ասած անուն ազգանուններով պաշտպանության նախարարությունը համարում է պետական գաղտնիք։ Արթուր Սաքունցը նշեց, որ այդ 44 մահվան դեպքերից միայն 15-ի դեպքում է քրեական գործ հարուցվել։ Զինվորական դատախազության գործողությունները համարում ենք անբավարար եւ գտնում ենք, որ իրենք ունեն ուղղակի պատասխանատվություն հանցագործությունների չբացահայտման գործում։ Արթուր Սաքունցը կարևորեց նաև այն հիվանդությունների ցանկը, որոնք երիտասարդներին ազատում են ժամկետային զինվորական ծառայությունից։ Հիվանդությունների ցանկը ժամանակի ընթացքում փոխվում է, այսինքն ընտանիք հարթաթացության 3-րդ աստիճան պետք է տարեկետին տրվեր 2006 թվականին, 2011 թվականին հանդիպում։ Այսօրվա քննարկմանը ներկա էին նաև սպանված զինվորներ Արայիկ Ավետիսյանի, Տիգրան Օհանջանյանի, Վալերիկ Մուրադյանի եւ Արտակ Նազարյանի հարազատները, որոնք պատմեցին տարիներ շարունակ ձգվող քրեական գործերի մանրամասները, որոնց արդյունքում իրենց որդիների սպանությունները չեն բացահայտվել։ Մանե Պապյան, IBFM։